կայության դեպքում Թուրքիային ոչնչացնել, կարող է ոչնչացնել միայն հայոց ցեղասպանությամբ, տնտեսությունը ճարք է տալիս եւ թեման փակվում։ Հիմա դրսում հայկական համայնքները կազմակերպված են եւ առաջին հերթին գոյություն ունեն մեր եկեղեցու շնորհիվ։ Եկեղեցին է այն մերանը միավորողը կազմակերպողը եւ հեղինակություն։ Հիմա ցեղասպանության զոհերը սրբադասված են մեր եկեղեցու կողմից մեր վեհապար հայրապետի կառավարման ժամանակ։ Փաշինյանի ամբողջ քաղաքականությունը ցեղասպանությունը ժարգոնային բառով ասեմ, որտեղ իրան չի սազում լուրջ բառեր ջրել։ Ուզում է ջրել։ Թուրքիայի պահանջն է։ Ուրեմն Թուրքիան շահագրգիռ է եկեղեցու դեմ եւ իր համար լուրջ ազդակ էր, որ եկեղեցին գտնում է ավանգարդում ցեղասպանության հետ կապված։ Ադրբեջանին ազդակ էր, որովհետեւ եթե Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը հավակնում է մեր տարածաշրջանում գերակա պետություն լինել, որպես Սեֆյանների քաղաքական ժառանգորդ, ժառանգորդ, որը իրականության հետ աղերս չունի, բայց Ադրբեջանը 2011 թվականից Վատիկանի հետ է պատրաստում, էլի։ Հաստատներ, թարգմանություններ, այցելություններ, ներդրումներ, շիա մահմեդական Ադրբեջանն ու Վատիկանն հասկանալ էր։ Եվ մեր պետականությունը մեծ հաշվով պիտի չլինի, թե ինչ տարածքներ Աստված գիտի, բայց այստեղ եկեղեցին միջնաբերդն է, խոչընդոտն է, թիվ 1։ Եվ եկեղեցու թուլացումը, տկարացումը եւ եկեղեցին հայաստանյան դարձնելը։ Փաշինյանի կողմից նշանակով կաթողիկոսով, որը երբեք ցեղասպանություն չի բարձրաձայնի, երբեք Արցախ չի ասի եւ Արցախի թեմ չի ասի եւ Արցախի թեմ, որ առ այսօր գոյություն ունի։